Բարև ձեզ, սիրով։ Քանի թեմաներ ենք առանձնացրել եւ այսպես մենք տեսանք իրանքի օրը Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագի ժամանակ, ինչպես հետագայում դուք ասացիք, դա գրաքննություն է, որը անկելատրելի է։ Ձեզ ուղղակի դուրս բերեցին եկեղեցուց, որտեղ դուք պատասխանելով ըստ էության այլևս սկսած քահանային, որը զեղչել էր Վեհապարի անունը, մանկարկում էի Գարեգին Հայրապետի անունը։ Դրանից հետո արդեն ձեզ բերման ենթարկեցին, հետագայում իհարկե ազատ արձակվեցիք։ Խնդրեմ այս մասով ինչ կարող եք ասել, ինչ տեղ ունեցավ այդ օրը եկեղեցում, ինչը կառանձնացնեք։ Շատ բարի։ Ուրեմն նախ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագը ինքը ամենևին պատարագի նման չէր, որովհետև ես ինչքանով տեղյակ եմ, պատարագները արվում են հավատացյալների համար եւ դրա հիմքում քրիստոնեությունն է, Քրիստոսն է, սակայն այս պատարագի հիմքում Արցախը հանձնած 385 եկեղեցի հանձնած քրիստոնյաներին կեղեքող Նիկոլ Փաշինյանն էր այդ արարողության ոնց որ հիմք, ոնց որ ծնունդը լիներ, հա, բոլորը հավաքվել էին Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նախ եւ առաջ նա մտնում է եկեղեցի, սկսում են ծափ տալ, ինչի համար, պատարագ է, եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, ինչ են ծափ տալիս այդ մարդուն, ու պատարագը սկսվում է այն պահից, երբ որ ինքը ներսն է, ինչի համար է քահանան պատարագիչը, սկսում է այդ պահից եւ պատարագի նախագահողն էլ arczepiskopos Կճոյանը փաստորեն ընդունում է դա, որ ոչ թե Քրիստոսն է այդ եկեղեցու գլխին, այլ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, որը իդեպ հանձնել է 5-րդ դարի, ասենք Ամարաս եկեղեցին, որը Մեսրոպ Մաշտոցը այնտեղ հիմնել էր դպրոց եւ հանձնել է Ադրբեջանին, որը նենգափոխում է այն։ Սա դեռ ամենը չի, իհարկե, պատարագի ժամանակ մոտավորապես 1 ժամ հետո մի տեսարան է լինում, որտեղ սարկաֆակները եւ պատարագիչը տալիս են ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Գարեգին II։ Այս տարիների ընթացքում արդեն 99 թվականից հա Գարեգին II-ի անունն են տալիս։ Ու թե պատարագիչը, թե սարկաֆակները անունը չեն տալիս։ Այսինքն գրաքննում են պատարագը։ Այսինքն դա անում են, որովհետև այդ անձը, ում ծափերով ներս էին թողել, որոշել է, որ պետք է բանալվի։ Իր ուզած ձևով արվի։ Այսինքն եթե ինքը մտներ այդ տեքստում գրեր, չգիտեմ, բանը Փարք քեզ Իլհամ Ալիև, դու մեր կանանց մասնատող, դու մեր զինվորներին քնած ժամանակ սպանող սիրելի բարբարոս, ամենայն հավանականությամբ դա էլ կանեին, որովհետև դե հիմա եթե կոմպրոմատ ունի այդ մարդը բոլորի վրա կանեին։ Եվ այդտեղ ոչ միայն ես, այլև բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում Հայկ Դորունցը, որին բերանը փակելով հանել էին Հովանավանքից, որ թույլ չէր հնչեցրել էր, որ Ստեփանը չի կարող պատարագ մատուցի, որովհետև կարգալույծ է, Արմինեն Պետրոսյան, այնտեղ կողքից բազմաթիվ կանայք, տղաներ շտկում էին այդ գրաքննությունը, ուղում էին, տեքստը դնում էին իր տեղը եւ հնչեցնում էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անունը։ Ճիշտ էին անում, լավ էին անում։ Ու այդտեղ ուժով ինձ ու Հայկ Դորունցին հանեցին ու տարան անհայտ ուղղությամբ առանց ներկայացնելու մեր իրավունքները, հիմքը ինչի համար են բռնում եւ թե ուր են տանում։ Տարան, բաց թողեցին մանումենտի մոտ հաղթանակի զբոսայգու եւ փաստորեն անհիմն զրկեցին իմ տեղաշարժի իրավունքից եւ ազատությունից առանց ներկայացնելու հիմքերը, ինչը կարծում եմ պետք է անպայման իրավական պատասխան տրվի թե եկեղեցուց ինձ ուժով հանելուն, թե այս իրավապահների գործողություններին։ Նորից հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին, հայկական եկեղեցին զավթում է, վերացնում է, որովհետև եկեղեցին այն կազմակերպված կառույցն է, որը պայքարում է արցախցիների իրավունքների, Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացման դեմ, եկեղեցիների վանքերի ավերման դեմ եւ բնականաբար Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը չեն ուզում, որպեսզի կաթողիկոսը լինի Գարեգին II-ը, քանի որ Գարեգին II-ը պայքարում է հայերի իրավունքների համար, ընդ որում բավական արդյունավետ, որովհետեւ նա կարողանում է համախմբել աշխարհի այլ եկեղեցիներին,
այլ կարևոր հեղինակություն ունեցող անձանց եւ կազմակերպություններին։ Եվ սրա համար նրանք հարձակվել են այս եկեղեցու վրա։ Այսինքն պատկերացրեք, եթե այս պահից Գարեգին երկրորդը հանկարծ ասի, դե գիտեք ինչ կա, բանը Ադրբեջան, Արցախը ադրբեջանական չի, ինչ եղել է, լավ ա եղել, բա ուրիշի հողն է եւ այլն, բանը, բնականաբար այս ոհմակը օկուպացրել ենք դեռ մենք հա, հələ մի բան էլ մի բան, թող մնային կռվեին, չգիտեմ, բան, ջերմուկում կսովածանան կգնան ու մի խոսքով այս բոլոր այս բազան, որը բոլորը կրկնում են այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի նեյրոնային ցանցերն են ուղեղում պարտադրում, մի անգամից կմոռացվեր այդ իր աշխարհի կանոնը, որ տալիս են, մի անգամից կմոռացվեր են հերյուրանքները, բանը KGB-ի ագենտ այդ ստերը որ տարածում են, դե ինչպես օրինակ ասենք մոռացվում է այն մյուս եպիսկոպոսներին եւ հոգեվորականներին, որոնք փաստորեն ենթարկվում են, պատանդարվում են։ Իրականում այս մարդիկ, այս հոգեվորականներ, ովքեր անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, նրանք պատանդ են։ Այս պատկերի մասին է խոսքը։ Այո, այս մարդկանց պետք է ազատագրել։ Այս բոլոր ներկաները, բոլոր ներկա հոգեվորականները այս մարդու պատանդն են եւ հայ ժողովուրդը գերի է ընկել սրա ձեռը։ Ինչ է պատանդը։ Պատանդը օրինակ, ասենք, եթե ահաբեկիչը պատանդ է վերցնում, պահանջում է ինչ-որ բան պատանդին ազատելու դիմաց, չէ՞։ Հիմա այս մարդը, այս մարդկանց պատանդ է վերցնել եւ նրանցից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը նրանց դեմ, ասենք, քրեական գործեր չհարուցելու, նրանց, չգիտեմ, կարող ինչ-որ վիդեոներ ունեն չհրապարակելու եւ բոլորը հայ ժողովուրդը լինի, արտասահմանյան օտարերկրյա ժողովուրդը լինի, այս երևույթի դեմ պետք է պայքարի։ Սա աննորմալ է ոչ միայն հոգեվորականների պարագայում, այլ ցանկացած քաղաքակիրթ աշխարհում բոլորի դեպքում սա աննորմալ է, չի կարելի մարդուն գցել այս օրը, որ ինքը պետք է այնպիսի ընտրություն կատարի, որ կամ ընտրի, որ այտենց խեղճ ու կրակ պետք է ապրի, որ իր մասին սաղ վատ խոսան կամ բանտերում ապրի հալածվի, կամ էլ պետքա բանը սրա ուզածով ուրանա։ Այսինքն ինքը դավաճանա, ուրիշներին է սարքում դավաճան։ Երեք միջոցից դրա մասին Աշակ Սրբազանը ասաց այս եպիսկոպոսներն ըստ էության այլևս կիսում են այս իշխանությունների դավաճանությունը։ Իմիջիայլոց նաև այս մասը։ Դե հա, բայց ես ուզում եմ ասեմ, կարծում եք կանոնային պահանջ նաև, որ առաջ այս մարդկանց կարգալույց անել եւ երեք սրբազանները բանտված, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, ըստաբար նաև Մկրտիչ Սրբազանը նամակ էին հղել, որտեղ դիմելով վերհապար հայրապետին ասում էին, որ պետք է այս մարդկանց կարգալույց անել, իրենց թեմերի քահանաներին հորդորում էին ընդվզել եւ չենթարկվել այլևս այս մարդկանց, ովքեր ուղղակի գնացել են այս դավաճանական։ Դե հիմա ամեն մեկը ըստ իր իմպուլսների իր արձագանքն է տալիս, ես որևէ մեկին չեմ կարող բան անել, խորհուրդ տալ, չնայած կամ խորհուրդ տամ, ինչ չեմ կարող, բայց իմ տեսանկյունը այս հարցում այլ է։ Ես այդտեղ բանը չեմ, հա, այդ քար նետողը չեմ, ես ինձ ավելի հետաքրքիր է խորքային պատճառը եւ ես գտնում եմ, որ մենք չենք կարողացել դեռևս չենք կարողացել ստեղծել մի այնպիսի հասարակարգ, որտեղ մեր ընտանիքի անդամները, դա կլինի հոգեվորական, ոստիկան, դատախազ, ով ուզում է լինի դատավոր, չկանգնեն այսպիսի նենգ ընտրության առաջ։ Նրանք կատարեն իրենց մասնագիտական աշխատանքը, պարտքը, հանգիստ ապրեն, նպաստեն հայրենիքի զարգացմանն ու ապահովությանը, աշխարհի զարգացմանն ու ապահովությանը։ Այդ համակարգը երբ որ կլինի, այս մարդիկ չեն կանգնի այդ ընտրության առաջ ուրանալ կաթողիկոսին, թե գնալ, ասենք, բանտերում ապրել, մանավանդ որ մեծ մասը տարիքով մարդ է եւ հիվանդություններ կունենա, ասենք, հաճելի չէ։ Իհարկե քրիստոնեության պարագայում ես ինչքան գիտեմ, հալածանքը հենց ճանապարհն է ճշմարտության եւ արդարության, որովհետեւ մենք գիտենք Հիսուս Քրիստոսը հենց հալածվեց, էլի, բոլորը ձեռքերը լվացին, այդ մարդը մնաց մարդ Աստվածը ըստ քրիստոնեության մնաց մենակ ու տարան այդ տանջանքներին։ Եթե այսօր տանջանքը, ասենք, բանտերում լինելն է Նիկոլ Փաշինյանի իշխանություն, պատկերացեք մարդու ձեռքերը մեխեն, կախեն բանից, խաչից, տենց ժամերով, օրերով, սարսափելի տանջանք է, չէ՞, թվում։ Այսինքն, տեսեք ինչի մեջով աղացել Հիսուս Քրիստոսը, հիմիկվա տանջանքը, որ բանտ նստելը կարա լինի, կամ ասենք այդ հանրային պարսավանքը, դրանից էլ նույնիսկ չեն ուզում
մոտենալ նույնիսկ այդ տեսակի տանջանքի, որ սարերի ու ձորերի տարբերությունը, հա, առաջի դարի եւ 21-րդ դարի տանջանքների տարբերությունները։ Հովհաննես, ձեզ համար հասկանալի է Տեր-Վրթանեսի պահվածքը։ Արցախի թեմի առաջնորդ։ Ասացի, նույնն է, իմ կարծիքը նույնն է։ Նաև արդեն տեղեկություն եղավ մամուլում, որ միջև անգամ ոստիկաններին է դիմել իրեն պաշտպանելու համար։ Ումից պաշտպանվի իր հոտից, իր հավատավոր ժողովրդից, իր հայրենակիցներից, ովքեր կտանքների են եկել։ Իր կատարած ընտրությունից, իր կատարած ընտրությունը իրեն իր համար, այո, ինքը ընկել է, տեսեք, մենք բոլորս կյանքի ընթացքում ունենում ենք անընդհատ որոշում կայացնելու առիթներ, ամեն օր, ամեն ժամ, մեկը մի քիչ մեծ, մեկը մի քիչ փոքր, եւ պատկերացրեք այդ որոշումները ենք տելեպորտի պես են, դու որոշումը կայացնում ես ու այդ տելեպորտով շարժվում ես առաջ, այնտեղ նոր տելեպորտներ են բացվում, ոնց որ արդեն ընկել ես այդ հոսքի մեջ, որ պահին դու կարողանաս, ասենք, կանգնես այդ տելեպորտից ու հետ գնաս, կարողա ուրիշ լինի ճանապարհը, բայց նայեք, օրինակ, այս հոգևորականները ընտրել են այս տելեպորտը պատանդ մնալու ազատության մեջ, տեղաշարժվելու ազատության մեջ, իսկ օրինակ arczepiskopos Բագրատ Գալստյանյանը, arczepiskopos Միքայել Աճապահյանը եւ եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանը ընտրել են ճշմարտության ու արդարության տելեպորտը, բայց հալածանքների գնով։ Եվ երկու պարագայում էլ անազատության մեջ են։ Մեկը տեղաշարժվելու անազատության մեջ է, մյուսը հոգու անազատության մեջ է։ Եվ երկու պարագայում էլ դա գոյություն ունի, քանի որ կա դավաճանական իշխանություն։ Եվ երկու պարագայում էլ նրանց ազատությունները, մարմնական եւ հոգու ազատությունները ներդաշնակ կլինեն, կմիակցվեն, եթե մենք կարողանանք ազատվել այս կլյուչնիկ դավաճանական համակարգից, հա, Նիկոլ Փաշինյանական իշխանությունից, որը այս պահին խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, կրոնական կազմակերպությունների եւ պետության տարանջատման սկզբունքը եւ 209-րդ հոդվածով քրեական օրենսգրքի կատարում է հանցանք, որը վերաբերում է կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը։ Այսպիսով, բացի սա հայակվե քաղաքացիական միավորումը դիմել էր դատախազություն, հաղորդում էր տվել այս 209-րդ հոդվածի ու 441-րդ հոդվածի համաձայն, 441-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնի չարաշահմանը։ Եվ դատախազությունը ուղղակի գործ չի հարուցում, այսինքն այն որ բանը մարդը ասում է ես իմ եկեղեցին իմ ձևով պաշտպանելու եմ, միանգամից տանում են բանտ են նստացնում, գերի են վերցնում, իսկ այն որ այս մարդը այսքան հոդվածներ է խախտում, ոչ մի բան չեն անում, ոչ մի բան։ Ուրեմն ստեղից գալիս ենք նրան ենք հանգում, որ հավատացյալները եւ քաղաքացիները պետք է պաշտպանեն, Հայաստանում կարգ ու կանոն է։ Այսինքն պարտադիր չի հավատացյալ լինես, որ կարգ ու կանոնը պաշտպանես։ Պարտադիր չի հավատացյալ լինես, որ պատարագի գրաքննությանը դեմ արտահայտվես, պարտադիր չի հավատացյալ լինես, որ Սահմանադրության 17-րդ հոդվածը խախտելուն դեմ արտահայտվես, պարտադիր չի հավատացյալ լինես, որ քրեական օրենսգրքով սահմանված պատժի հանցակազմի համար այս մարդկանց հետևից դատախազությունը չգնա եւ իհարկե այս ամբողջի հետ մեկտեղ պարտադիր չի հավատացյալ լինես, որ հասկանաս, որ բռնապետության դեմ պայքարը պետք է լինի այդ իշխանության տարանջատումների սկզբունքով եւ մեկ այս անձի ձեռքը չպետք է կենտրոնանա ամբողջ իշխանությունը։ Եվ այդ պարագայում բոլորս կլինենք ազատ, ներդաշնակ, խաղաղ եւ սիրով լի։ Եվ այս սրտիկները ոչ թե պարզապես այսպես կանենք, այլ իսկապես մենք իրար տենց կզգանք։